2022 թվականի 25 թվականի այս տարվա մայիսի 22-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալաշուքյուր Փաշազադեն նստավայրը Բաքու որոշում են կայացնում Երևանի եւ Էջմիածնի Ղազիաթ հիմնելու վերաբերյալ։ Ղազիաթը այդ իրանց թեմն է, ոնց որ մեր հայաստանյա ծառայելական եկեղեցին ունի Շիրակի թեմ, որի առաջնորդը Միքայել Սրբազանն է, Կովկասի մահմեդականները ունեն իրանց վարչություն ունի Ղազիաթներ։ Իրանց թեմերը 25 թվականի մայիսի 22-ին որոշում են կայացրել Երևանի եւ Էջմիածնի Ղազիաթ հիմնելու վերաբերյալ։ Հայաստանի իշխանություններից ոչ մի արձագանք դրա վերաբերյալ չկա։ Մայիսի 23-ին հաջորդ օրը Մայրատորը շատ սուր քննադատական դատապարտող հայտարարություն արել դրա կապակցությամբ։ Դրանից 5 օր հետո մայիսի 27-ին Վեհապար Հայրապետը ելույթ է ունեցել Շվեյցարիայում իր իսկ խնդրանքով հրավիրված եկեղեցիների համաժողովի ժամանակ տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ են եղել ու խոսել է հետևյալ հարցերի մասին. Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներ, նրանց վերադարձի պահանջ, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններ, ագրեսիա, արցախցիների բռնի տեղահանություն, նրանց վերադարձի իրավունքի հարց եւ օկուպացված Արցախում հայկական համամարտկային քրիստոնեական ժառանգության դեմ բարբարոսությունների մասին։ Վեհապարի ելույթը հրապարակվել, այսինքն մենք դա կարդացինք, ելույթը ունեցել ամսի 27-ին, մինչև կոմպյուտեր մոնտաժ են արել, գցել են YouTube, մայիսի 28-ին։ Խնդրում եմ մարդիկ լսեն այս ամսաթվերը։ Մայիսի 29-ին հաջորդ օրը եղել է Հայաստանի կառավարության նիստ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում է եկեղեցիները չուլան են, Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Եկեղեցիներում զիբիլ կա, եկեղեցիներում շինարարության աղբ կա, եկեղեցիների վատ վիճակ կա ու հարձակում կաթողիկոսի վրա։ Նույն օր իր կինը գնում ասում է հոգևորականները մանկապիղծներ են, գնացել են, այդ ինչ են խոսում Շվեյցարիաներում, այդ ինչ վերադարձի իրավունքների հարց են բա։ Ու սկսում է կազմակերպված գրոհը եկեղեցու վրա։ Դրանից հետո Բագրատ Սրբազանի ձերբակալություն, Միքայել Սրբազանի ձերբակալություն, Սամվել Կարապետյանի ձերբակալություն։ Հիմա ասում ենք ինչի եկեղեցու վրա։ Թուրքիայում ոնց որ մնացած բոլոր երկրներում Ադրբեջանում կան հատուկ ծառայություններ։ Իրանց արտաքին հետախուզության ծառայությունն է, ազգային անվտանգության ծառայությունն է, ռազմական հետախուզությունն է։ Ծառայություններում բացառված բան է, որ ընդեղ չլինի առանձին ստորաբաժանում, որը զբաղվի մենակ Հայաստանում։ Այս ստորաբաժանում, ասենք Թուրքիայում աշխատող, Հայաստանի վրա աշխատող առնվազն 25 օֆիցեր կաշխատի։ Առնվազն։ Ամեն մեկը իր բլոկով, չէ՞, մեկը տնտեսությունը կնայի, մեկը քաղաքական համակարգը կնայի, չէ՞, օրվա իրադարձությունները պիտի վերլուծեն, ամփոփեն, զեկուցագրերով ներկայացնեն։ Մեկն էլ եկեղեցով է, չէ՞, զբաղվում այդ օֆիցերներից, մի հատ մայոր, չի կարա չլինի։ Հիմա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին Թուրքիայի անվտանգության տեսանկյունից համարվում է անվտանգության սպառնալիք ներկայացնող կազմակերպություն։ Իրանք ունեն, չէ, իրանց պետության անվտանգության սպառնալիք ներկայացնող անհատների ցանկ, կազմակերպությունների ցանկ, պետությունների ցանկ։